Free News-ի եթերում լուրերից դուրս ամանորյա առաջին թողարկումն է եւ տաղավարում այսօր ես հյուրընկալել եմ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանին։ Բարև ձեզ, պարոն Արշակյան, անցած տոները շնորհավոր։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, ես էլ ձեզ եմ շնորհավորում եւ մեր ունկնդիրներին շնորհավորում եմ շատ կարևոր տոների կապակցությամբ։ Ծննդյան տոները մեր փրկիչը ծնվեց ու մենք սպասում ենք լավ ապագա։ Երկրորդ տոնը, որը արդեն որոշ տեղերում նշում են, ես ասեմ, որ մի քանի մտավորականներ, մի խումբ մտավորականներ արդեն քանի տարի է Հայաստանում նշում են Կիլիկիայի հայկական թագավորության հիմնադրման տոները։ Այսինքն դա նոր բան է։ Առաջի ես վերջերս եմ իմացել, վերջերս եմ մասնակցում դրան, ես էլ մեր գործընկերներին շնորհավորում եմ այդ առիթով։ Սրանից 1200 թվականին, այսինքն 1198 թվականին մեր հայրենակիցը, կարելի այդպես ասել, Լևոն Մեծագործը հիմնադրեց, հայտարարեց, հռչակեց հայոց թագավորությունը Կիլիկիայում, այսօր է եղել, այդ առիթով շնորհավորում եմ։ Ընդ որում գոյատևման իմաստով ռեկորդային էր Կիլիկիայի հայկական թագավորությունը ինչքան գոյատևեց, այո, որտեղ հա շատ ենք ունեցել թագավորություններ, բայց ցավոք շատ արագ էլ կործանվել են։ Պարոն Մկրտչյան, խորհուրդ կար դրա մեջ, նաև դա Եվրոմիության հետ Հենց այդ է ուզում ասել։ Պատկերացնում եք, Եվրոմիության հետ 800 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը, հայկական թագավորությունը, իդեպ հայոց թագավորություն էր, սեպարատ չէր, Կիլիկիա չէր, գոյություն ունեին մայր հայրենիքում Զաքարյանները կային եւ այլը, բայց Եվրոմիության աջակցությամբ կայացավ հայոց պետությունը ու Եվրոմիությունը, թույլ տվեք այդպես ասեմ, կամ գերմանացի ժողովրդի սրբազան հռոմեական կայսրությունը, Ֆրանսիան, արդեն Ֆրանսիան, Իսպանիան, դե ի վերջո խաչակիրները ընդգրկում էին գրեթե բոլորին, այո։ Կայսրությունը եւ առանձին պետություններ Ֆրանսիան, Անգլիան եւ Իսպանիան, որ սրբազան կայսրության մաս չէին կազմում, Հռոմի պապի հատուկ հրովարտակով թագը ուղարկեցին, լեգատը եկել էր Կիլիկիա, օծվելու ժամանակ։ Լեգիտիմ էր եւ ես լավատես եմ մտածում եմ, որ մերս նոր շարժումը դեպի Եվրոպա ունի նախադեպ, երկու նախադեպ ենք ունեցել մենք Եվրոպայի հետ համագործակցության, մեկը Տիգրան Մեծի ժամանակներն էին, երբ հայկական պետությունը չօկուպացվեց հռոմեական բանակի կողմից, հռոմեական բանակը մի գեշ շատ տգեղ սովորություններ օկուպացված տարածքներում լիկվիդացնում էր ազգային պետությունները, հայտարարում էր գավառ, պրովինցիա, հայկական պետության դեպքում հայտարարեց դաշնակից գործընկեր, այսինքն ճանաչեց հայկական պետության գոյությունը։ Իհարկե կտրելով ոտքերն ու ձեռները։ Դա հասկանալի է, դա հոնորարն էր, այո, հոնորարն էր Հռոմի, մենք դա ըմբռնումով մոտեցանք, ուրեմն մենք այդ ժամանակ հայկական պետությունը դարձավ հռոմեական իմպերիայի, այսինքն Եվրոմիության դաշնակիցը, գործընկերը, եւ սրանից 800 տարի առաջ 1198 թվականի փետրվարին էր, թե հունվարի 6-ին։ Ձմռանը ասենք։ Ձմռանը ասենք։ Այո։ Երկրորդ անգամ Եվրոմիությունը իդեմս կաթոլիկ եկեղեցու գերմանական սրբազան կայսրության Ռիչարդ Առյուծասիրտը խնամին էր Լևոն Մեծագործը հարսանիքի քավորն էր Ռիչարդը։ Ուրեմն տեսեք այդ միությունը եղել է, հիմա մեր համար օրակարգային է դա։ Այն նախադեպ ունենք, մենք Եվրոպայի հետ համագործակցելու բարեկամության, փոխօգնության լուրջ կենսագրություն ունենք, փորձ ունենք այդ առիթով։ Ձեզ եմ շնորհավորում եւ մեր եւ իհարկե Հայաստանը անցած տարի
շատ կարևոր տնային աշխատանք իրականացրեց, երբ ընդունվեց օրենքը Եվրամիության անդամակցելու հայտի մասին, եւ այսօր մենք տեսնում ենք, թե աշխարհում ինչա տեղի ունենում։ Եվ մեր մերձակայքում Եվ մեր մերձակայքում կարող ենք ասել մերձավոր արտասահմանում օգտագործենք տերմինը։ հերթով սկսենք։ Դա սկսենք։ Այն ինչ որ տեղի ունեցավ Մադուրոյի հետ, սպասելի էր։ Անսպասելի, ցանկալի անսպասելի էր։ Ցանկալի էր, բայց անսպասելի տեղի ունեցավ, որովհետև ես ուզում եմ մեր գործընկերներին տեղակ պահել։ Չեմ կարող, տարիքս թելադրում է այնպես բան կա։ Այդ Մոնրոյի ծրագիրը հիմա մեզ ներկայացնում են որպես գաղութատիրության ծրագիր, բայց իրականում դա եղել է հակագաղութային, ապագաղութացման ծրագիր, որովհետև Ֆրանսիան Եվրոպայում պարտվելուց հետո եվրոպացիները մտածեցին, որ ահա վերջ, ուրեմն հանրապետությունները, ժողովրդավարական պետությունները ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո ուրեմն պետք է հանձնեն, ժողովրդավարությունը ինքնին։ Այո, ուրեմն վերադառնում են նախկին գաղութային համակարգին, ուրեմն պորտուգալացիները, իսպանացիները, հոլանդացիները, անգլիացիները կարող են վերադառնալ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ամերիկայի աշխարհամաս։ Ամերիկա մայրցամաքները, այո։ Ու Մոնրոն ասեց, բախտները փորձեք, չհամարձակվեք, այսուհետև Ամերիկայի Միացյալ Նահանգները այստեղ ապահովում են այս երկրների, Ամերիկա աշխարհամասերի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Տեսեք ինչքան հետաքրքիր է եղել ինքնորոշման իրավունքով անկախացած պետությունները Ամերիկա աշխարհամասերում անձեռնմխել են եվրոպացիները ձեռքները հեռու չմտնեք Ամերիկա։ Սա մեր ազդեցության, ժողովրդավարության, հանրապետականների ազդեցության տարածքն է։ Եվ հիմա ես միշտ մտածում եմ, որ եթե Կուբայի հարցը լուծվում է, վերադառնանք մեր օրերին, եթե Կուբայի հարցը լուծվում է, Միկոյանը չկա, չէ՞։ Այո, չկա, անունը կա, բայց ոմանց գլխում նույնիսկ հուշարձաններ կան Միկոյանի։ Ուրեմն, եթե Կուբայի հարցերը լուծվում են, հարավային Ամերիկայում կոմունիզմի գաղափարը գնում է, ստանում է այն կարգավիճակը, ինչ որ կա հիմա մեր մոտ։ Երկու բաստիոն կար։ Կուբա եւ Վենեսուելա։ Չավեսականները Նիկարագուան ջնջեցին։ Դա արդեն դրա մասին պատմության գիրքն է անցել։ Բայց ամենահետաքրքիրը ինչն էր, Վենեսուելայում այս ամեն ինչը սկսվեց իմպերիալիզմի դեմ պայքարի կարգախոսներով, չէ՞, ինչպես եւ Կուբայում էր։ Այն նավթի քանակությունը, որ այսօր կա Վենեսուելայում, այդ երկիրը կարող էր ապրել 10 անգամ ավելի լավ, քան այսօր Սաուդյան Արաբիայում սաուդներն են ապրում։ Բայց ի՞նչ է տեղի ունեցել։ Այսօր հասած է եղել նավթարդյունահանումը նվազագույն մակարդակի։ Իսկ մարդը նավթը ոտքի տակառի վրա նստած նավթի ժողովուրդը աղքատ, սոված, նպաստառու է ժողովուրդը։ Նպաստառու, հա, եւ Միացյալ Նահանգները բնականաբար չէր հանդուրժելու։ Առավել եւս Միացյալ Նահանգները վերադարձավ Վենեսուելա իր ապրանքի հետևից։ Չէ՞ որ վենեսուելական ամբողջ նավթարդյունաբերությունը դա Միացյալ Նահանգների կորպորացիաներին էր պատկանում, որը խլվեց նրանցից։ Ես գիտեք ինչի եմ այսքան երկար ասում, այն որ վաղը մյուս օր թրիփը իրականություն կդառնա, թող այն մարդիկ, ովքեր ասում են տենց չլինի, նենց կլինի եւ այլն, իմանան, որ Ամերիկան միշտ վերադառնում է իր ունեցվածքի հետևից։ Եվ եթե Ամերիկան այստեղ դրեց մի բան, կառուցեց մի բան, մտներովը չանցնի, որ կարողանաք այն Ամերիկայի ձեռքից խլել։ Ամերիկա մենք նկատի ունենք ժողովրդավարության, այո, ապագաղութացման, բայց նաև բիզնես։ Այո, դա բիզնեսը բնական է, առանց դրա մյուսները Ամերիկա չէ լինում, մյուսները չեն լինում։ Նախ եւ առաջ հաց։ Եթե հաց չկա,
սննդամթերք չունի, այսինքն ես չեմ ուզում շատ խորանալ դրա մեջ, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները արդեն հասել են իրենց նպատակին եւ մենք էլ մեր նպատակին ապահովել ենք Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Այո։ Այսինքն եթե հեռացել է Ձյաձյա Իվանը, հեռացել է։ Այո, ուժերը չի պատում, այնա Վենեսուելայում էլ տեսանք ինչ արեցին։ Այստեղ էլ Արցախը մտահոգություն հայտնեցին։ Տարել է թող գա Ձյաձյա Սեմը։ Քերրսեմը թող գա, այն քերրին գնաց, այս քերրին թող գա։ Մենք դրա խնդիր ունենք։ Ես մի քիչ առաջ որ Կիլիկիայի մասին էինք խոսում, մեր թագավորության մասին, առանց աջակցության այս տարածաշրջանում չի կարող քրիստոնեական հայկական պետություն գոյություն ունենալ, այսինքն մենք դատապարտված ենք ունենալ դաշնակիցներ, պետք է նրանց հետ լեզու գտնենք, ձևը գտնենք, գայթակղենք, հրավիրենք, ցույց տանք իրենց շահերը, փոխշահավետության, այդպես ասենք, սկզբունքով։ Հիմա տրիպ կոչված հենց փոխշահավետության գաղափարն է։ Ուրեմն փոխշահավետություն, մենք իմանանք, որ հենց այնպես չի լինի։ Փոխշահավետություն պետք է լինի, հենց այնպես չի գա Ֆրանսիան, Ամերիկան կամ Գերմանիան, փոխշահավետություն։ Մենք պետք է իմանանք, որ մեր գործընկերը շահ պետք է ունենա մեր երկրում։ Թե չէ նրանք կլքեն։ Դա մեկ, երկրորդը նավթի համաշխարհային պաշարի 17-20%-ը Վենեսուելայում է, այդպիսի բան չկա, ոչ Ռուսաստանը, ոչ Սաուդական Արաբիան, այդպիսի պաշար չունեն, եւ օգտագործվում է այդ պաշարի 1%-ը, որովհետեւ համաշխարհային այդ տեխնոլոգիաների տեսակետից աշխարհում Ամերիկայի Միացյալ Նահանգները արտադրում են հորատման սարքավորումների 95%-ը։ Այսինքն Ռուսաստանի ամենաբարձր տեխնոլոգիական։ Այո, այսինքն Սաուդական Արաբիայի, Ռուսաստանի, Վենեսուելայի հորատման սարքավորումները ամերիկյան են։ Եթե Ամերիկան չի տալիս, ուրեմն Իրանում նավթահանությունը պակասում է։ Չինաստանը չունի դա։ Ուրեմն դուք պատկերացրեք 1%-ը, ռեսուրսի 1%-ն է արտահանվում։ Ու ամերիկացիները հիմա ասում են, որ կվերականգնենք ու ձեր համար։ Այսինքն Վենեսուելային չենք մենք գաղութացնում, մենք չենք նվաճում։ Հիմա էլ ասեցին փոխնախագահ, թող ղեկավարի, մենք տեր կկանգնենք։ Այստեղ մի նրբություն կա։ Դա ինքնապաշտպանական, հիմա գիտեք, չէ՞, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրություն կա, Ամերիկայի Միացյալ Նահանգները որպես այդ կանոնադրության հեղինակ, ես չեմ ասում համահեղինակ, հենց հեղինակը ինքն է։ Այո։ Սկսած իր հռչակագրից անկախության, ժողովուրդների ինքնորոշման ու անկախության մասին, ուրեմն ինքնապաշտպանության իրավունքը թույլ է տալիս ուժ կիրառել հարձակվողի նկատմամբ, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները այնտեղ փաստաբաններ եւ իրավաբաններ կան, որոնք ապացուցել են նախագահին, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ կոնգրեսին, որ ինքնապաշտպանության իրավունքով մենք կարող ենք այնտեղ զինված ուժեր օգտագործել հատուկ ծառայություններ, ոչ թե բանակ ու արտերկ։ Ուրեմն ինչպես եւ արվեց, չէ։ Այո, այսինքն լեգիտիմացված է այդ ինքնապաշտպանությունը նարկոտերորիզմի, տեսեք մենք ասեցինք Կուբան, դուք գիտեք որ թիկնապահները Կուբայից են եղել։ Կուբայից են եղել։ Այսինքն մի 50-60 հոգին զոհվածների արդեն հաշվել են։ Դրանք Կուբայի քաղաքացիներ եւ Կուբայի զինված ուժերի ներկայացուցիչ, այսինքն Կուբային վտարում են Վենեսուելայից, Վենեսուելայից վտարում են այլ աշխարհամասերից եկած ուժերին, Չինաստանը եւ Ռուսաստանը վտարվեցին այնտեղից։ Հիմա արդեն դրա մասին ինչ կլինի, կդառնա դա նոր Իրաք, նոր Սիրիա, նոր չգիտեմ ինչ, ասում են գինը դա է ինքնորոշման։ Ուզում եք շիաները ազատ լինեն Իրաքում, քրդերը ազատ լինեն իրենց իրավունքներով այդ երկրում Իրաքում, սունիների հետ հավասար իրավունքներ ունենան, ուրեմն պետք է դուք դրա համար վճարեք, պայքարեք դրա համար, իրար հետ հաշտվեք, լեզու գտեք, փոխշահավետ պայման, բայց քրդերը պետք է իրավունքներ ունենան շիա արաբների, սունի արաբներին հավասար։ Հիմա մեզ կասեն, հա ինչ եք ասում, ինչ արյուն է թափում։ Ես պետք է թափվի, ուրեմն մի թափեք, մի կռվեք։ Ձևը գտեք, հաշտվեք։ Բայց քուրդ ժողովուրդը պետք է պետություն ունենա, գոնե կոնֆեդերատիվ
համադաշնության մակարդակով։ Ունեն ինչ որ սուվերենության մի նշույլ պիտի ունենա։ Դա մշակութային բան է, չէ՞։ Պարոն Արշակյան, նաև շատ հետաքրքիր բան ասեցիք, մենք հերթական անգամ ականատես եղանք, երբ որ Միացյալ Նահանգները լուրջ ուժ է կիրառում, այս դեպքում մենք տեսանք տեխնոլոգիական պատերազմ։ Մենք տեսանք տեխնոլոգիական սուպեր երկրի եւ աշխարհի հետնապահ երկրի Ռուսաստանի տեխնոլոգիաների մրցակցությունը։ Ես մի երկու բառ ասեմ դրա մասին։ Դուք գիտեք, որ այդ արհեստական բանականության միջոցով կազմակերպել են ամերիկացիները, այդ թիկնապահների մեջ մտել է արհեստական այդ ռոբոտը մտել է լիկվիդացված պոստերից արձագանքներ են գնացել նույն ձայնով, նույն ամեն ինչով եւ տեսախցիկների վրա ցույց է տվել, որ ամեն ինչ կարգին է, թե չէ 70 հոգի ոնց կզոհվեր։ Դա մի գումարտակ ապահովել է այդ բունկերի անվտանգությունը, արհեստական բանականությունը արդեն կիրառվում է 3-4 հոգի ամերիկացիներից թեթև վիրավորներ են ստացել։ Այսինքն տեխնոլոգիայի տեսակետից նույնպես մրցակցություն էր չինա-ռուսական տեխնոլոգիան անվտանգության համակարգի եւ ամերիկյան տեխնոլոգիան։ Եվ այդ ահռելի քանակությամբ հոպը ռուս-չինական հոպ ահռելի քանակությամբ, որ Վենեսուելայում շարված էին, մի քանի հազար։ Այո։ Եվ ինչ եղավ, կամ Միացյալ Նահանգները լրացրեց ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցով, նրանք չեն էլ իմացել այդ ուղղաթիռները աչքով տեսել, զինվոր աչքով տեսնում է, բայց գործիքը ցույց չի տալիս, որ դա կառակորդինն է, չեն խփել, այսինքն նույնիսկ կարելի է ուսին դրած այդ շարժական հակաօդայինով խփել, բայց հակառակորդինը չի հասկանում ումն է, գուցե մերն է ասում է, այդ դա իրականում կարելի է կոչել սպեցիալնայա ոնց է военная операция, այ դա էր SVO-ն, ոչ թե ինչ որ ռուսները փորձում էին անել Ուկրաինայում։ Մենք մերոնց ուզում ենք ասել, որ մենք լավ դաշնակից ունենք այդ եվրո դիտորդները մեր սահմանի վրա եւ մեղրին մերն է, որովհետեւ այնտեղ կա Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշը։ Այսինքն խաղաղության, մեզ համար խաղաղության աշխատանքի ստեղծագործության եւ զարգացման տարի է, տարին է, չէ՞, տարին ենք շնորհավորում մեր կոնդիրների։ Հերո չգնանք Թայվանը։ Հա, իհարկե։ Թող տեսնենք այնտեղ ինչ կլինի։ Տեսեք ինչա Թայվանը Իրանից ներկայացնում, բայց ինչա Թայվանը այսօր, երբ որ ամբողջ աշխարհը կախված է Թայվանի չիպերից։ Տարական մի օրինակ։ Որպես գաղտնիք դու գիտեք չէ, որ մեր մոտ այդպեսի մի բան ուզում են սարքել։ Այդ կես միլիարդը։ Այո, ժողովրդ ամերիկացիները արհեստական բանականության գեներացիան նաև մեր հրազդանում դա պետք է սարքվի։ Այսինքն տեխնոլոգիան եւ գաղափարը։ Գաղափարը, տեխնոլոգիան եւ հիմա մենք որ խոսեցինք Վենեսուելայի ժողովրդի սոցիալապես անապահով կյանքի մասին, կառավարման արդյունավետությունը։ Իհարկե։ Այսինքն մենք հիմա Եվրոպայի հետ համագործակցելով մենք սովորում ենք կամ ներմուծում ենք կառավարման արդյունավետ համակարգ, ժողովրդավարություն, մրցակցություն, թափանցիկություն եւ արդարություն։ Այսինքն դա էր Վենեսուելայում եւ Կուբայում դա պակաս է, չկա։ Դրա համար աշխարհի ամենահարուստ երկիրը նավթային պաշարներով ամենաաղքատ երկրների ցանկում էր, որտեղ արդյունաբերությունը արդյունավետ կառավարում չուներ։ Մենք հիմա հույս ունենք, որ մեր երկրում առաջիկայում ընտրություններ կլինեն եւ սահմանադրություն կընդունվի արդյունավետ կառավարում։ Եվ իհարկե խոսեցինք համաշխարհային երկու խնդիրներից, որոնք ի հայտ եկան հենց չեն կարող չխոսել, չեն կարող խոսել Իրանից։ Տեսեք, սրանից Չասեք Իրանը։ Հա, Իրանը։ Սրանից 8 ամիս առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Իրանում կարող են փողոցային նմանատիպ ցույցեր լինել, նման փողոցային ակցիաներ լինել, կարողանան գրավել 2 թե 3 քաղաք, այսինքն գրավել ասելով վռնդել են քաղաքային իշխանություններին։ Այո։ Եվ մինչև այս մեր հաղորդումը եթեր գնա, ես կարծում եմ, որ չի բացառվում։
բոլորովին չի բացառվում, որ ավելի ապշեցուցիչ բաների մասին կլսենք։ Մեզ համար շատ վտանգավոր է, դա մեզ համար արդեն Վենեսուելան չի։ Բայց եթե Իրանում գալիս են իշխանության ժողովրդավարներ, միապետական ժողովրդավար։ միապետական, որտեղ Իրանը ուրիշ կերպ չի կարող կառավարվել։ Պարսիկները մի տեսակ սիրում են կուրկ։ Չէ, իրանք կուրկ ընդունեցին Խոմեյնիին, Այաթոլլային, մահմեդականները դա շղթում են, բայց կռապաշտության տարեր կան, իհարկե։ Հիմա իրենք բոլորը փողոցում գոռում են շահ, շահ, շահ։ Ռեզա Փեհլևի։ Տեսնենք, դա էլ հետաքրքիր օրինակ է մեզ համար, մենք Վենեսուելայի մասին հերվից եկանք էլի, հերվից տեսանք մերձավոր արտասահման, հարկավոր է օգտագործել, ռուսները մեզ նվիրել են, էլի, բոլշևիկ, այդ մերձավոր արտասահմանն էլ ռուսներից թող մեզ մնա, ուրեմն մերձավոր արտասահմանում շատ լուրջ խնդիրներ կան ու Ադրբեջանը նույնպես շատ անհանգստացած է, իհարկե, մի քանի միլիոն գաղթական ու հատուկ կուլտուրայով, մենք ասում ենք ադրբեջանցի ատրպատական, բան դրանք նույն ժողովուրդը չեն, նրանք ուրիշ են։ Եվ ծագումով, եւ մշակույթով, եւ ինքնագիտակցությունով, եւ ռուսի սիրած դուխով։ Այո, դա Ադրբեջան պետությունը կարող է մեզ համար շատ վտանգավոր քաոսային հարևան, ական է դա մեզ համար, ուրեմն մեր երկիր կգան նաեւ այդտեղ ազգային փոքրամասնությունները այս ատրպատականից նրանք էլ կարող են գալ, մենք էլ պետք է պատրաստ լինենք մեծ ներգաղթի, այդպես ասած ժամանակավոր կացարաններ պետք է պատրաստենք եւ այլն։ Ու իսկ եթե քաղաքացիական կռիվներ լինեն, այնտեղ 4-5 կարևոր նահանգներ կան, ասենք Ադրբետականը Թեհրան, Թավրիզ, թուրքական զանգվածով, բելուջիները Արևելքում, աղվանական, այո, Արևելքում բելուջիները, մենք դրանց բոլորին պարսիկ ենք ասում, լիցո-կավկասկայ նացիոնալնասի, լիցո-պերցիցկայ նացիոնալնասի, հարավում արաբները, արևմուտքում քրդերը եւ պարսիկները։ Արդեն 1000 տարի է պարսիկները իրենց պետության տերը չեն։ Մի 20-30 տարի է Փեհլևիները եղան։ Այո։ Ու վերջ հիմա ես վերջերս նայեցի, վերջերս մի քանի ժամ առաջ Իրանի գահաժառանգի ուղերձը պարսիկ ժողովրդին, Իրանի ժողովրդին։ Այո, Իրանի ժողովրդին, ու ասում էր թոթափեք անազատությունը։ Ես գամ ձեզ հետ միասին կկառուցենք ժողովրդավարական ազատ արդար պետություն, բոլոր ժողովուրդներին հարմար, բոլոր համակեցության հարմար պայմաններով, այսինքն կոչ էր անում ազգային փոքրամասնություններին, բոլորին ոտքի կանգնել։ Հետաքրքիր էր, դա այնպես եվրոպական տեսքով բանով ես դա նայեցի, հետաքրքիր է, այնտեղ եթե ժողովրդավարությունը թեկուզ սահմանադրական միապետության տեսքով լինի, մենք շատ ավելի կենսունակ պետություն կունենանք այդ փոքրիկ Եվրոպայում մենք քանի նման պետություն գիտենք, որոնք հայլուն են ապրում, 12, որտեղ թագավորներ են, որտեղ դգսեր են, իշխաններ են, 12։ Ես ձեզ ասեմ, ամենաբարձր կենսամակարդակով պետությունները Եվրոպայում դրանք սահմանադրական միապետություններն են, թագավորներն են։ Այո, որովհետև չխոսենք, չէ՞, սկանդինավների մասին։ Դա միսակ մեզ թվում է թե հենց այդպես էլ պետք է լիներ, վիկինգները պետք է լավ ապրեին։ Չէ, սառնամանիքներ են, հումք չունեն, հատուկ տեսակի, բայց լավ կազմակերպելու շնորհիվ եւ արքայի այդ խորհրդանշանի օրինակելի ընտանիքի պետական վերահսկողությունը, այո, ժողովրդավարական բոլոր ինստիտուտների վրա։ Այո, շատ հետաքրքիր է։ Դե Հոլանդիան, Բելգիան մեզ համար, Բելգիայի թագուհին վերջերս ծառատունքին մասնակցեց։ Նորվեգիայի հարստության մասին լեգենդներ են պատմում, որտեղ արդեն պետական պահուստը անցել է 1 տրիլիոնը։ Բայց դու գիտեք, որ մենք օրինական թագավոր ունենք։ Այո, մենք հայերս ունենք թագավոր, որը օրինական, այ
Ռուբինյաններից, Հետումյաններից անցել է Լուսինյաններին եւ անցել է Սավոյին։ Եվ միապետական տների կողմից ընդունված գեղեցկուհի է այդ իշխանուհին, գեղեցկուհի է։ Այնպես որ մենք հույս ունենանք, որ լեգիտիմության իմաստով այդ որ հիմա մեր հակառակորդներ ասում են Պասկևիչի ստեղծած ժողովրդի պետություն է Հնդկաստանից բերված 1828 թվականին ասում եմ ձեզ Հնդկաստանից բերեցին մեր վզին փաթաթեցին այ մեր թագավորը որ գա իր Կիլիկյան դինաստիայի ներկայացուցիչ շատ հետաքրքիր ընդունված բոլոր միապետերի կողմից այո մաքուր է դա մաքուր շատ օրինական է Ես ասեմ հիմա անուններ չեմ կարող տալ, բայց երկու հոգու, քանի որ հանգուցյալ են, նրանց անունը կարող եմ տալ Գագիկը Գինոսյան եւ Արմենը Հովանեսյան։ Այդ բանի այդ շարժման Կիլիկիայի թագավորության, հայոց թագավորության այդ շարժման նախաձեռնողների մեջ են եղել։ Հիմա ես ողջերի անունը չեմ կարող տալ։ Իրավունք չունեմ, եթե բան լինի, կասեմ։ Ճիշտ այնպես, ինչպես լուստրացիայի մասին, ես քանի որ այդ անձնաժողովում եղել եմ, ազգային անվտանգության ծառայության հսկող Գերագույն սովետի ահագին բան գիտեմ, բայց իրավունք չունեմ ասելու։ Հիմա մեր տերտերները բաները որ ինչ որ բան են ասում, ես գիտեմ, դուք ով եք, ես ձեր քարտերը տեսել եմ։ Հիմա ճիշտ նույն ձևով ես գիտեմ նաև այդ ազնիվ մարդկանց, ազնվազար մարդկանց ցանկը հույս ունենամ, որ առաջիկայում մեր մոտ արդեն դա այնպես կլինի, որ մենք համարձակորեն կարող ենք ասել, գեցե թագավոր ապրած կենաս։ Ընդ որում Հայաստանի համար ժողովրդավար լավ թեկուզ միապետական շղարշով, հա, բայց ժողովրդավար, որտեվ Փեհլևին եթե գալիս է Իրան, ժողովրդավարություն եւ սահմանադրություն։ Միանշանակ, ի վերջո նա ամերիկացի է, ուղն ու ցուցով ամերիկացի է։ Եվ Պարթև չի, չնայած Փեհլևի է, բայց ես կարծում եմ Պարթև, ոնց որ ես Արշակյան եմ, բայց Պարթև չեմ։ Հա։ Էլ Փեհլևի ասում են ինչ որ բան կա։ Մեր դեպքում մերը շատ հարմար է, մենք ժողովրդավար ժողովուրդ ենք։ Այո, ժողովրդավարությունը մեր արյանի մեջ կա, մեր ցանկման տարածաշրջանում դառնում ենք միանգամից դաշնակից։ Այո։ Գաղափարական դաշնակից նաև։ Եթե մենք մինչ այդ միշտ խոսում ենք պատմական եւ այլն, այս պարագայում պատմությունը մի կողմ։ Ժողովրդավարական պետություն, ականապատ դաշտ ենք մտնում պատմական Հայաստան, իրական Հայաստան, Իրանի կողքը, տոտալիտար Թուրքիա, այն կողմերում լրիվ արաբական, հա, չգիտենք ինչ, էլ Աղվանստանի մասին, մյուսների մասին չեմ էլ ասելու, այսինքն այդ երկրի համար է միակ շնչառության փողորակը Հայաստանն է։ Լավ տարի է լինելու, վայսկական ամեն տարի մենք ասում ենք այս տարի լավն է լինելու, մյուսից տարբերվելու է, բայց ակնհայտ է, որ այս տարի լավն է լինելու։ Ընդ որում շանսերը կուտակվում են, մի տեսակ ակումուլյացիան մենք ենք տարվա վրա է, հա։ Պարոն Մկրտչյան, մենք ենք, մեր ժողովուրդը կարող է դա անել։ Մենք դա կարող ենք անել։ Այ կարող ենք, արեցինք, չէ, ինչ որ բաներ արել ենք, անկախությունը հռչակեցինք, ժողովրդավարությունը հաստատեցինք, Արցախը ազատագրեցինք, այո, սա էլ կարող ենք անել, այս տարի լավ տարի կարող ենք սարքել։ Դե ինչ, եթերաժամը սպառվեց, ինձ թվում է ասելիք ունեք, մեկ րոպե դեռ ունենք։ Չէ, շնորհավորում եմ ձեզ եւ մեր գործընկերներին։ Շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Վերջում հիշեցնեմ, որ տաղավարում հյուրընկալվել էր Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, ամենայն բարիք ձեզ։